Բարև ձեզ սիրելի արգինակիցներ, հայրենակիցներ, մենք ձեզ ողջունում ենք Սասնա Ծռեր ստուդիայից, ողջույն Սասնա Ծռեր ժողովուրդ։ Ստուդիայում ես եմ Կարեն Գալստյանս, Հայդուկ կազմակերպության լրատվական ծառայության ղեկավարը եւ Նունե Սիմոնյան լրագրող։ Ես նույնպես ողջունում եմ եւ Կարեն, ես ուզում եմ այսօր մի փոքր անդրադառնամ հայաստանյան ոստիկանական համակարգին, իրավական համակարգի մի բաղկացուցիչ մասին, որի թեմայով ես մի փոքրիկ տեսանյութ եմ պատրաստել, առաջարկում եմ դիտենք, հետո նոր վերլուծություն անենք։ Դիտենք տեսանյութ։ Երբ դիտում ես այս կադրերն, ասես դեժավյու է առաջանում գիտակցությանդ մեջ, քանի որ նորանկախ Հայաստանի բարեփոխված ոստիկանության գործելավոճն ու ձեռագիրը նույնն է։ Սրանք անցած տարվա հունիս ամսի էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման ցույցերն են, այսպես կոչված Էլեկտրիկ Երևանը, որտեղ պայքար էր գնում զուտ կենցաղային դժգոհությունների շուրջ համեմված քաղաքական տարրերով։ Ժողովրդի դեմ դուրս եկավ ոստիկանական ուժերի նույն կազմը, այս դեմքերը 1 տարի անց չեն փոխվել։ Թերևս սխալվում եմ, ավելի պարարտ են ու յուղոտ, եւ պատճառը միայն անպատժելիությունն էր, որը համատարած է Հայաստանի Հանրապետությունում ապրող ու գործող որոշ խավի համար։ Եվ այսպես 2015 թվականի հունիսի 22-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ոստիկանները հատուկ օպերացիա իրականացրին։ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ դուրս եկած քաղաքացիները, որոնց ոստիկանությունը թույլ չէր տալիս առաջարժվել դեպի նախագահական նստավայր, գործի դնելով անգամ զրահապատ մեքենաներ, բռնության ենթարկվեցին ոստիկանների կողմից։ Նույն բախտին արժանացան նաև տեղում աշխատող լրագրողները։ Այս գործում ակտիվությամբ աչքի ընկան քաղաքացիական հագուստով անձինք։ Նրանք թիրախավորված հարձակվեցին լրագրողների վրա, ջարդեցին տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավվեց տեսանկարահանող սարքերի չիպերը։ Նույն սցենարը կրկնվեց 1 տարի անց։ Այս անգամ գործադրելով արդեն այլ տեխնիկա, քան մահակներն էին ու բռունցքները։ Այն ինչ տեղի ունեցավ Խորենացի փողոցում ու Սարիթաղում, անգամ վատ երազի մեջ պատկերացնելը դժվար է։ Համապատասխան չափաբաժնով հաբեր ստանալով այս վայրենիները արյունարբու թուրքի պես սկսեցին ջարդուփշուր անել թե մարդկանց, թե նրանց գույքը։ Լավ հիշենք սրանց արյունրոշ դեմքերը։ Սրանք արժանի են ոչ միայն մեր նզովքին, այլև նմանատիպ հաշվեհարդարի, որոնք իրենք իրականացրին սեփական ժողովրդի նկատմամբ իրենց չակերտավոր աստվածապաշտ ու աղոթող ղեկավարի գլխավորությամբ։ Չմոռանանք նաև Crazy ակումբում պարուհի եւ համատեղության կարգով ոստիկանությունում որպես հրեշտակ աշխատող մագային, ում լկտիությունը միայն զզվանք է առաջացնում յուրաքանչյուր հայի մոտ։ Չճշտված տվյալներով մագան նոր պաշտոն է ստացել մատուցած տարատեսակ ծառայությունների համար։ Հիշենք, անպատժելիությունն է ծնում յուրաքանչյուր չարիք ու հանցագործություն։ Ինչպես տեսանյութում տեսանք, ոստիկանական համակարգը ոչնչով չի տարբերվում այսօրվա ոստիկանական համակարգը 2015 թվականի Էլեկտրիկ Երևան այդ ակցիայից փոխվել են միայն թերևս կառուցվածքը դեմքի ավելի պարարտացած էսպես եւ ուզում եմ հիշեմ, որ դեռ մի քանի տարի առաջ Հանրապետության նախագահը հայտարարեց, որ պատրաստվում են բարեփոխումներ, հատկապես իրավական համակարգը եւ հատկապես ոստիկանական համակարգը։ Մենք ականատես եղանք, թե ինչպիսի գումարներ փոշիացվեցին այդ համակարգը, այսպես կոչված ճակերտավոր բարեփոխման ճանապարհին, փոխվում էր շատ հաճախ ոստիկանների համազգեստը, ընդամենը։ Այսինքն որակական հատկանիշներ կամ, չգիտեմ, որևէ այլ շոշափելի կամ ակնառու փոփոխություն հասարակությունը երբեք չի զգացել։ Հասարակությունը զգացել է 2015 թվականի հունիսի 22-ին մահակների ուժը, իսկ արդեն 1 տարի անց փոխվեց արդեն տեխնոլոգիան, թե ինչպես պետք է պայքարի հայ ոստիկանը սեփական ժողովրդի դեմ։ Սա է խնդիրը, որ այդպես էլ Հայաստանի հասարակությունը չհասկացավ, թե բարեփոխման իմաստը որն էր։ Էլ չենք խոսում դատական համակարգի մասին, էլ չենք խոսում մնացած համակարգերի, որը կազմում է մի ամբողջություն, իրավական համակարգ անվան տակ է ներառվում։ Մագային եմ ուզում անդրադառնամ, ես տեղեկություններ ունեմ, որ այդ հրեշտակը, որը նաև պարուհի է Crazy ակումբում, նոր պաշտոն է ստացել։
2015 թվականին, երբ որ ցույցը հոսանքի սակագնի թանկացման դեմ ցույցը ցրեցին, ակտիվիստները ոստիկանության ստացան պաշտոններ, դրամական խրախուսանքներ, ես տեղեկություններ ունեմ նաև, թե ովքեր են բնակարան ստացել ակտիվ մասնակցելու եւ դաժանաբար ժողովրդին եւ լրագրողներին ծեծելու համար։ Այսօր մարդիկ պաշտոն են ստանում։ Ես գիտեմ, որ դրամական փոխհատուցում է եղել ոստիկանական համակարգում այն քաղաքացիական հագուստով անձանց համար, բավականին արտոնություններ են տրվել, պատեհ առիթի, ես իհարկե կներկայացնեմ այդ փաստերը, բայց ուզում եմ ասել, որ Crazy ակումբի պարուհին իսկական իր տեղում է գտնվում Հայաստանի ոստիկանությունում։ Ես կուզենամ խոսել մի փոքր ավելի խորքային պատճառների մասին, ի վերջո, եթե նայում ենք, այս ինչը կատարվում է, դա ինչ որտեղ արտաքին շղարշ է։ Որտեղից սա եկավ, ինչու էսպես դարձավ, իհարկե ես իմ կարծիքն եմ ներկայացնում, բայց չեմ կարծում, որ այն հեռու իրականությունից։ Երբ 98 թվականին այդ հայտնի հեղաշրջումը Հայաստանում կատարվեց, նախագահների փոփոխությունը, կտրուկ զգացվեց, որ ռուսական ֆակտորը հզորացավ Հայաստանում։ Քոչարյանի գալու հետ անմիջապես սկսեց գործել ուրեմն գույք պարտքի դիմաց այդ ծրագիրը, երբ որ չնչին պարտքի դիմաց Հայաստանի բազմաթիվ բավականին թանկարժեք ձեռնարկություններ հանձնվեցին Ռուսաստանին, ու այդ process-ը գնաց, ռազմավարական ճյուղեր, կապ, մյուսը, սկզբում եւ առ այսօր շարունակվում է, իհարկե։ Սերժ Սարգսյանն էլ եկավ լրացնելու, սկզբունքորեն նրանք միշտ միասին են եղել, առանձին չեն եղել, ու հստակ երևում է, որ այդ մարդիկ Հայաստանում իրականացնում են ռուսական, ուրեմն, establishment-ի որոշակի ծրագիր, կարելի է միգուցե փաստաթղթավորված ես դա չհիմնավորեմ, բայց կարելի է հասկանալ, որ ռուսների նպատակը Հայաստանի տարածքը ընդհանրապես որպես ռազմաբազա օգտագործելու նպատակ է հետապնդում։ Բնականաբար այդ տարածքի վրա ազատատենչ ժողովուրդ, անկախ երկիր եւ իրենց բազաներ, իրենց պոլիգոն, դա համատեղելի գաղափարներ չեն, եւ այդ ամեն ինչը բերում է այսպիսի երևույթների։ Ռուսները չեն էլ թաքցնում, ռուսական իշխանությունը բացահայտ են դրա մասին խոսում, բոլոր ոլորտներում փորձում են ճնշել եւ բնականաբար դա անընդհատ առաջացնում է բնակչության հայ ժողովրդի հակազդեցությունը։ Այդ հակազդեցությունը ճնշելու մեխանիզմներն էլ, ինչպես Նունեն նշեց, գնալով զարգացում են ապրում։ 2008 թվականի մարտի 1-ին հիշում եք, նույնիսկ Երևանի կենտրոնում քաղաքացիներին գնդակահարեցին, խաղաղ ցուցարարներին, շեշտում եմ, խաղաղ ցուցարարներին։ Տեխնոլոգիաները զարգանում են մի շատ վտանգավոր ուղղությամբ։ Փաստորեն, տեսեք, ֆորմալ փորձ է արվում այս ամբողջ գործողությունները ձևականորեն մտցնել օրինական դաշտ, խոսքը ինչի մասին է։ Եթե սահմանադրորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն առանց զենքի, խաղաղ ցույցերի, դեմոնստրացիաների, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ խաղաղ ցույցը վերածվի ինչ որ մի ընդհարման, ավելի լավ կլինի, այսպես ասած, ոստիկանության դեմ ինչ որ բռնարարքների դիմի, որպեսզի իրենք կարողանան հավեսով դնել ու ջարդել ժողովրդին, ոնց որ անում են։ Դրա համար գործակալների ինստիտուտը շատ լավ է աշխատում այնտեղ։ Այո, ես առանձին թեմայով կուզենամ անդրադառնալ հենց այդ գործակալների ինստիտուտին, որտեղ դինամիկան սարսափեցնող է։ Այն որ օլիգարխների թիկնապահներ էին օգտագործում են, ոնց որ թե դրան արդեն սովորել էինք։ Այն որ ոստիկանապետի թիկնապահներն են էլի քաղաքացիական շորերով մասնակցում, դրան էլ ենք ոնց որ թե սովորել։ Այս վերջի դեպքերը Սարիթաղի մենք ճիշտ ասած ունեինք տեղեկություն, այսօր արդեն հայկական մամուլում էլ են գրել, որ դրան մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Տարբեր ծառայությունների, ապօրինի շինարարությունների դեմ ուրեմն այդ ծառայության, կոմունալ վարչության, առևտրի զարմանալին ինչն է։ Լավ, եթե ոստիկանը ոստիկան է ու կարող է ինչ որտեղ ասել, որ լավ, ես իմ պարտքն եմ կատարում, դե օլիգարխների թիկնապահների մասին էլ խոսք չկա, նրանք իրենց շեֆի հրամանով ինչի ասես կգնան, որտեղ սեփական ուղեղ գոյություն չունի,
բայց ներքաշել պետական ծառայողներին այլ ոլորտների այս process-ի մեջ եւ մյուս կողմից էլ այդ անձիկ իրենք ովքեր իրենց թույլ են տալիս ներքաշել, սա արդեն սարսափելի բան է, հասկանում եք։ Այդ մարդկանց արածը ինչ է։ Նրանք մտնում են ժողովրդի մեջ, հետո սկսում են քարեր նետել, փայտերով հարվածնել ոստիկաններին, որպեսզի առիթ տան հարձակման։ Արդյունքում ունենք վիրավորներ ծանր, վնասվածքներ, նյութական վնաս, այսինքն իրենք հստակ հասկանալով, որ իրենք սադրում են արունահեղություն, գնում են դրան։ Այդ գիտեք ինչ, մի քիչ էլ մարդկային բարոյականության հետ առնչվող խնդիրներ են, էլի, հասկացանք հրաման, նախ ինչ ասել է հրաման, եթե ձեզ այդպիսի հրաման տալու իրավունք ոչ մեկ չունի, դա մեկ, դուք պարտավոր չեք դա կատարել երկուս, երկրորդը լավ չասեմ հայ եք, բայց մարդ եք, չէ, ի վերջո։ Այստեղ գործում է ուրիշ լծակ, Կարեն ջան, ես ձեզ ասեմ, եթե պետական ծառայող է, եթե չի կատարում այսպես կոչված հրամանը, նա ստիպված հաջորդ օրը հենց այնպիսի պայմաններ են ստեղծվելու, որ նա թողնի աշխատանքը։ Դրանից բխում են Հայաստանում կարծում եմ չկա այդպիսի մի ընտանիք, որը վարկային պարտավորություններ չունենա։ Դրանից բխում է վարկային պարտավորությունների չկատարում, դրանից բխում է գույքի կորուստ, այսինքն պարտավորության դիմաց, եթե պարտավորությունը չես կատարում, գույքն են վերցնում քո ձեռքից եւ մարդը դառնում է կոպիտ ասած բոմժ։ Այսինքն լծակները հստակ տարիների ընթացքում աշխատել են, որպեսզի հայ մարդուն դարձնեն ռոբոտ։ Կամակատար։ Նունե ջան, ես անկեղծ ասած չեմ կարծում, որ քո ասած հայ մարդը կարող է ոչ բոլորի մասին, իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը։ Դրանք յուրահատուկ ջոկած մարդիկ են, որտեղ լավ, եթե չես ուզում, եթե դու գիտես, որ քո գործողությունների արդյունքում ամեղ մարդիկ են տուժելու, արյուն է հեղվելու ու դու գնում ես դրան, դու քեզ մարդ կոչելը մի քիչ բարդ է։ Նորմալ մարդը կթողեր դուրս կգար, ծայրահեղ դեպքում, եթե իր առաջ այդպիսի պահանջ են դրել։ Բայց մենք փաստացի այսօր ունենք այդպիսի կոնտինգենտ։ Ես ենթադրում եմ, որ այդ ոստիկանների, խոսքը շարքային ոստիկանների մասին է, որտեղ բարձրաստիճան ոստիկաններին հասկանում ենք, հազար ու մի թելերով կապված են, այսպես մեր ժողովրդական լեզվով ասած կորցնելու բան ունեն, դրա համար գնում են դրան։ Այն շարքերում կանգնած են թշվառականները, որոնք անողոք դաժանաբար ջարդում են ժողովրդին, դրանց մոտիվացիան ինձ համար անկեղծորեն անհասկանալի է։ Բայց մի մոռացի այն փաստը, որ նրանք դոպինգի տակ են եղել։ Դա արդեն ապացուցված է կադրերով, նյութերը կան, նախապատրաստված են։ Եթե ծեծու ջարդը մենակ այս սարի թաղի դեպքում լիներ, ես միգուցե մտածեի, որ հայ այս անգամ դոպինգի տակ են եղել, բայց փաստացի ես վերջի ժամանակներում ով ինչ հարցով իր տան հարցով դուրս է գալիս բողոքելու, ծեծում են մարդկանց, չեմ կարծում այդքան շատ դոպինգի տակ լինեն, ինձ թվում է պարզապես իրենց բնույթն է այդպեսին։ Շատ լավ հասկանում ենք, որ այս արարածների հույսը այն է, որ ժողովուրդը միևնույն է, խոսելու է միայն իշխանության, միայն ղեկավարության մասին, իրենք էլ այդպես խաղաղ, ուրեմն այդ շղարշի տակ ինչ որ ձևի կգնան, չեն ֆիքսվի, հարազատները միգուցե չեն իմանա կամ ընկերները չեն իմանա կամ փողոցի մարդիկ չեն իմանա ու այսպիսի մի արատավոր պրակտիկայի հայտ եկել Հայաստանում ինչ գալատ ասես անում են հենց գնում են թոշակի կամ գործից դուրս են գալիս քանի որ այնտեղ մնալը դառնում է պրոբլեմատիկ որտեղ Հայաստանը փոքր երկիր է այսպես թե այնպես շատերը իրար ճանաչում են սկսում են այդ տառականների նման քոչել մի մասն էլ գալիս է այստեղ ծածուկ իր այդ թալանացով ապրելու յոլա գնալու։ Այդ առումով ես ձեզ ուզում եմ զեկուցել, որ Ամերիկայում գործող մի շարք կազմակերպություններ, որոնք խիստ շահագրգիռ են, որպեսզի Հայաստանը դառնա իսկապես անկախ, իսկապես ազատ եւ հայերի համար իսկական հայրենիք, նախաձեռնել են այսպիսի մի ուրեմն գործ։ Ստեղծում են փաստահավաք խումբ, որը անուն առ անուն, նկար առ նկար հավաքելու է բոլոր այն անձանց, ովքեր ինչ որ ձևով իրենց կեղտոտ մասնակցությունը ունեցել են այս ժողովրդի ջարդի մեջ։ Այդ նկարները հրապարակվելու են նաև նրանց ուրեմն անձնական տվյալները, հասցեները։ Նախ դա հրապարակվելու է, բաց որպեսզի այդ մարդիկ իրենք էլ տեսնեն, որ իրենց այլանդակությունների մասին, բացի իրենցից ուրիշներն էլ գիտեն, տեսնեն ոնց իրենց կզգան, դա մեկ, երկրորդը,
իրավաբանների խումբ կա, որը գնահատելով, որ այս գործողություններում ուրեմն իրավապահ կոչվածները գերազանցել են իրենց լիազորությունները ու կատարել են մի շարք հանցագործություններ, որոնք ուրեմն միջազգային քրեական իրավունքի ոլորտի խնդիրներ են, խոշտանգում, մյուսը դրանք ուղղակիորեն ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայով սահմանած ազատությունների իրավունքների խախտումներ են։ Նախաձեռնել են ուրեմն process, որտեղ պիտի կազմվեն քրեական գործեր ու փոխադրվեն ուրեմն ամերիկյան կառավարության միջոցով շեշտում են, փոխադրվեն միջազգային քրեական դատարան։ Երրորդը, նյութեր են տրամադրվելու պետական դեպարտամենտին ԱՄՆ այդ անձանց վերաբերյալ, ուրեմն Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը արդեն նախընթաց այդ հայտարարությունը արել է, որ որոշակի ուրեմն սահմանափակումներ են կիրառվելու այդ անձանց նկատմամբ, նրանց ուրեմն փաստական բազան ապահովելու է, որպեսզի այդ բոլոր մարդիկ իրենց կաշվի վրա զգան, թե ինչ այլանդակություն են իրենք անում։ Ազգադավ գործունեություն են ծավալում հենց իրենց հայրենիքում։ Այո, առաջիկա 2 օրերին ուրեմն կլինի պաշտոնական հայտարարությունը, կբացվի ինտերնետային էջ, այնտեղ կլինեն այն բոլոր տվյալները, այն բոլոր ինֆորմացիան հասցեները, որտեղ կարող են քաղաքացիները ուղարկել նյութեր իրենց ճանաչած մարդկանց մասին։ Իմիջիայլոց ուզում եմ հայտնել հատկապես հայաստանցի մեր ուրեմն հայաստանաբնակ մեր քաղաքացիների համար, որ գաղտնիությունը անձի տվյալը հաղորդող անձի գաղտնիությունը ուրեմն ապահովվելու է։ Իրենք վտանգի տակ չեն լինի։ Մենք կմտածենք այդ տեխնիկական ձևերը, որպեսզի դա ապահովենք։ Դա կլինի շատ արագ եւ կխնդրենք աջակցել մեզ, կխնդրենք նաև Հայաստանում գործող կազմակերպություններին, ոչ միայն անհատ անձանց, բոլոր այն կազմակերպություններին կլինեն դրանք իրավապաշտպան կամ լրագրողական, ովքեր զբաղվում են այդ գործով, փորձենք միասին աշխատել, գոնե մի անգամ հասկացնել այդ այլանդակ իշխանությանը, որ այդպես չի կարելի, եթե անեք, դուք եք տուժելու։ Նունե ջան, խնդրեմ։ Ես ուզում եմ անդրադառնամ մի փոքր էլ շարժմանը, որը ոմանց կարծիքով մարում է գնալով, բայց դա այդպես չի։ Հարգելիներս, մենք պետք է կիսատ չթողենք տղաների սկսած գործը եւ պայքարը շարունակենք այ Կարենի ասած մեթոդներով, իրենց մեթոդներով, միգուցե դա մեզ հարիր չէ իրենց մեթոդներով պատասխան տալ, բայց բավական է մենք այսպես վեհանձն լինենք, ներողամիտ լինենք, ինչպես նախագահն է ասում, դե ներող եղեք, մենք չենք ներում, ինչպես չեն ներում Սասնա ծռերը, այնպես էլ ամբողջ հայ ժողովուրդը, սա չպետք է ներվի։ Եվ ես ուզում եմ կոչ անեմ եւ մեր հայրենակիցներին, ամերիկահայ ամբողջ համայնքին, որ միացեք այս շարժմանը, որովհետեւ տղաները սպասում են, տղաները հետևում են, ճիշտ է, ճաղերի հետևում են, բայց հետևում են, ռազմագերի են, մենք պետք է նրանց ազատ արձակենք եւ հասնենք այն բանին, որ այս ավազակախումբը, այս ավազակապետությունը ի վերջո վայր դնի իր զենքը սեփական ժողովրդի դեմ, որովհետեւ ժողովուրդը, իմ կարծիքով, հատկապես հայ ժողովուրդը անպարտելի է։ Ես այսքանը կասեմ։ Հարգելի ժողովուրդ, ինչպես դուք նկատում եք, մեր սեղանին հեռախոս չկա, մենք դիտմամբ որոշել ենք ուրեմն հեռախոսազանգերի չպատասխանել այստեղ, որովհետև ամեն օր երեկոյան ժամը 7-ին Գլենդեյլում, ուրեմն Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ տեղի են ունենում հանրահավաք եւ այնտեղ անընդհատ ուրեմն օրվա տեղեկատվություն այդ թվում նաև ուրեմն հետագա գործողությունների վերաբերյալ քննարկումներ են լինում, կոչ ենք անում բոլորիդ ակտիվորեն մասնակցել այդ հանրահավաքներին։ Իրականում շարժումը մարել, գիտեք ինչ, այստեղ հարցը Սասնա ծռերի այդ տղաների ուրեմն հարցը չի, իրենք իրենց հարցը չեն բարձրացրել, իրենք մեր պետության, մեր ժողովրդի այն առաջնահերթ խեղդող հարցերն են բարձրացրել, այդ հարցերը չեն լուծվել, այդ հարցերի վերջո պիտի լուծում ստանան։ Կրակ են վառել, մենք այդ կրակը պիտի դարձնենք խարույկ, չի կարելի։ Անկախ իրենցից տղաները իմ գնահատմամբ մի շատ մեծ գործ արեցին, իրենց քայլով, իրենք հստակացրեցին Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտը։ Ամիջապես երևաց, թե ով իրեն ինչպես է պահում։ Ու ցավոք սրտի պարզվեց, որ
Համարյա թե չունեն քաղաքական ուժ, որոնք իսկապես ոչ միայն խոսքով, այլև գործով ուզում են նպաստել Հայաստանի հզորացմանը։ Մի կողմից դա ցավալի է, բայց մյուս կողմից էլ ի վերջո մի օր պիտի ժողովուրդը այդ պատրանքներից, այդ խարդախություններից ազատվի, խաբեություններից։ Փառք Աստծո, մենք ունենք լիքը խելոք երիտասարդներ էլ, շատ նոր աճող հիմիկվա սերունդը չտեսնված սերունդ է, եւ խելոք, եւ ակտիվ, կլինեն նոր առաջնորդներ, կլինեն նոր գաղափարներ, նոր մեթոդի ձևեր, բայց ի վերջո մենք մեր երկիրը ազատագրելու ենք ռուսական այդ ագենտուրայի կործանարար ճիրաններից։ Ցավով պետք է փաստեմ Կարեն, որ չունենք նաև մտավորականություն, ով այսօր ժողովրդի կողքին է։ Ես իրոք ցավով եմ նշում, որովհետև մենք ունեցել ենք շատ մեծեր ոչ միայն արվեստի, ոչ միայն գրականության ասպարեզում, նկարչություն, ճարտարապետություն, նրանք մեծ հայեր են եղել, մեծ հայրենասերներ են եղել։ Եկեք այսօր նայենք շարժման կողքին, ովքեր են կանգնած։ Ես չեմ ուզում ուղղակի անուններ նշեմ, թե Facebook-յան իրենց էջերում ինչպիսի բարբաջանք են տարածում տղաների հասցեին, ժողովրդի հասցեին, մտավորական եք ի վերջո միտք ունեցեք, հոգի ունեցեք եւ կանգնեք ժողովրդի կողքին գոնե մեկ անգամ ձեր գրչով, ձեր վրցնով, չգիտեմ, արվեստով, գրականությամբ, այսպես տարանջատվել են, մի հատ նենց անդունդ է առաջացել ժողովրդի ու մտավորականության մեջ։ Երևի թե մտավորականություն չկա արդեն։ Ես այդպես եմ կարծում։ Եթե ասպարեզում չկա, քաղաքական դաշտում չկա մտավորական, այսինքն քաղաքական դաշտում կա մտավորական, բայց իր գրպանի համար չաղանում են օրեցօր, ես չգիտեմ, բայց մտավորական, որ ժողովրդի կողքին կանգնի, ես առայժմ չեմ տեսել։ Դե այդ տարանջատումը դեռ այդ չարաբաստիկ մարտի 1-ից է արդեն գալիս, երբ որ սև գիծը գծվեց ժողովրդի ու իշխանության միջև, ու կողմնորոշվողներն էլ կողմնորոշվեցին ըստ երևույթին։ Ի վերջո մտավորական ասածը կոչում շնորելով չի, մյուսով չի, ժողովուրդը պիտի իրեն ճանաչի մտավորական։ Այո։ Մեդալով կամ պատվոգրով կամ չգիտեմ ինչով մտավորական չեն դառնում։ Ի վերջո կյանքը ապացուցել է բազմիցս, որ ցանկացած մարդ իր արածների համար վաղ թե ուշ պատասխան է տալիս։ Թող մտածեն բոլորը։ Թող մտածեն նաև այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են շարժումը շեղել ուրիշ ուղղությամբ, շեղել իր հիմնական քաղաքական խնդրից, այսինքն իշխանափոխությունից, կեղծ լոզունգներ մեջտեղ գցել։ Զարմանալի է, ցավալի է, բայց մենք սադրիչների պակաս չունենք, բայց ես հույս ունեմ, վստահ եմ, որ մեր ժողովրդի ողջամտությունը կհաղթի եւ մենք կկարողանանք այդ ամենի դեմն առնել։ Մեզ մեր երկիրն է պետք, մեր մարդիկ են պետք, մենք ուրիշ ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում։ Մեր ժողովուրդը աշխատասեր ժողովուրդ է, խելոք ժողովուրդ է, մենք կարող ենք մեր երկիրը ծաղկացնել շատ արագ։ Պարզապես այս մոլախոտերից պիտի ազատվի այդ երկիրը։ Երբ որ դատարանում խափանման միջոցը ընտրվում էր տղաների, չգիտեմ, երևի ես ուտոպիստ եմ կամ չգիտեմ ինչ եմ, բայց ես հավատացած էի ավելի քան որ իրոք կընտրվի խափանման միջոցը կալանք, ինչ որ միտեղ մտածում էի, ասում էի, մի գուցե գտնվի մեկ դատավոր բարեփոխված դատարանում, որը կկանգնի, մուրճը կդնի գետնին ու կասի ես տղաների կողքին եմ, ես վճիռը կայացնում եմ հոգուտ նրանց, բայց ցավոք այդպիսի բան չեղավ եւ հոդվածները ուշադրություն դարձրել ես հոդվածներին։ Այո։ Ապօրինի զենք զինամթերք, այսինքն ոչ մի քաղաքական ենթատեքստ, որովհետեւ քաղաքական բանտարկյալներ Հայաստանում չկան։ Նունե ջան, այդ process-ը, գիտեք ոնց, չեն էլ կարող որևէ դատավոր չել կարող այդպիսի բան անել, որտեղ համակարգը ինքնին այն գլխից դրվել է այսպես։ Եթե ես իմիջիալոց հաճախ եմ հետևում ազգային ժողովի, ուրեմն կառավարության ինտերնետային էջին, հատկապես այդ նախագծերին, որոնք քննարկվում են, ու զարմանալիորեն չկա այդպիսի ամիս, որ որևէ օլիգարխի բիզնես օրինակ չազատվի հարկերից։ Այսինքն այդքան էլ ոնց որ թե դրան ուշադրություն չեն դարձնում, բայց այսինքն ինչ է կատարվում։
մեր մոտ սիստեմատիկ քանդվում է, կազմաքանդվում է ամբողջ պետություն ասած իր բոլոր ինստիտուտներով, չի կարող ամբողջը քանդվել, ինչ որ մեկը լավը լինի։ Դրա համար մենք պետք է մի բռունցք դառնանք, ի վերջո, եւ հարվածենք այդ օլիգարխիկ համակարգին ընդամենը։ Ժորժ ջան, մենք ձեզ նորից համագործակցության կոչ ենք անում, հավատացեք դրա արդյունքները դուք շատ արագ կտեսնեք, մարդիկ շատ այստեղ էլ մարտական են տրամադրված մեր հայրենակիցներին օգնելու, իսկ այստեղ ապրող մեր հայրենակիցներին մենք հրավիրում ենք ուրեմն ամեն երեկո ժամի 7-ին հյուպատոսանի առաջ հանրահավաքի։ Եկեք, արեք ձեր առաջարկները, լսեք ուրիշի կարծիքները, երևի ինչ որ մի նոր բան էլ ձեր համար էլ կբացվի։ Շատ շնորհակալ ենք եթերի համար։ Շնորհակալություն, առայժմ։